Գոյամարտ սերիալում ամեն անգամ, երբ մենք հեռուստադիտողներս միամտաբար մտածում ենք, թե սրանից ավելի լարված, ողբերգական ու խելահեղ պահ ուղղակի չի կարող լինել, ի հայտ է գալիս մի նոր իրադարձություն, որն արմատապես փոխում է մեր կարծիքն ու ստիպում շունչներս պահած հետևել էկրանին։ Այսօրվա սերիան հենց այդպիսին էր՝ լի մահվան վախով, ատելությամբ և երկար սպասված ճշմարտության պայթյունով։ Սկսենք Գրիշոյից։ Դավիթի վրա կրակելուց և նրան արյան մեջ տապալված տեսնելուց հետո այս ժամանակին ինքնավստահ երիտասարդը մատնվում է աննկարագրելի կենդանական խուճապի։ Նա հասկանում է, որ հատել է անվերադարձելիության կետը և դարձել մարդասպան։ Գրիշոն գլխապատառ վերադառնում է տուն, դողացող ձեռքերով արագ հավաքում իրերն ու պատրաստվում փախչել։ Հաշվի առնելով այն ճակատագրական փաստը, որ ծնողները տանը չեն, կողքից չկա ոչ մի սթափ մարդ, որը կկանգնեցներ նրան, ապտակ կտար ու կասեր՝ «Սթափվիր, միգուցե Դավիթը չի մահացել, դեռ շանս կա»։ Ոչ, Գրիշոն իր արարքի ծանրության տակ վստահ է, որ Դավիթը մահացել է, և որ ոստիկանությունն ուրվոր է կոտրելու է իր տան դուռը, նա ընտրում է փախուստի խայտառակ ճանապարհը։ Իմանալով այս սարսափելի իրարանցման մասին, հիվանդանոցում պառկած Հունանը հերթական անգամ ապացուցում է իր հրեշավոր էությունը։ Հեռախոսով խոսելով որդու հետ և հասկանալով իրավիճակի լրջությունը, Հունանը, լինելով ծայրահեղ ծանր վիճակում, հազիվ քայլելով դուրս է գալիս հիվանդասենյակից իր մարդասպան որդուն փրկելու նպատակով։ Բայց սա դեռ ամենը չէ։ Կուրացած ատելությունից նա Իննայի աչքերի մեջ նայելով երդվում է ու ասում, որ անձամբ հատ-հատ սպանելու և արմատախիլ է անելու Սարգսյանների ամբողջ ընտանիքը։ Իննան, կորցնելով ադեկվատությունը, անտրտում գնում է Հունանի հետևից։ Իսկ այս նույն ժամանակ հիվանդանոցի մյուս ծայրում ծավալվում է իսկական հոգեբանական դրամա։ Լեան արցունքն աչքերին վազում է Դավիթի մոտ, փորձելով հասկանալ, թե արդյոք երիտասարդը փրկվելու գոնե մի փոքր շանս ունի։ Միջանցքում նա հանդիպում է Լեոյին, սակայն սա արդեն այն սիրող Լեոն չէ։ Սա վշտից ու զայրույթից խելագարված վրիժառու է։ Երբ Լեան փորձում է մոտենալ, Լեոն միանգամից հարձակվում է նրա վրա։ Նա ատելությամբ պոռթկում է ու ասում Լեային այն, ինչ Հունանն էր ասում Իննային։ Լեոն երդվում է, որ անձամբ սպանելու է բոլոր մակունցներին։ Նա բղավում է Լեայի վրա, հրամայելով հենց հիմա հեռանալ իրենց աչքից։ Հակառակ դեպքում ինքն այլևս պատասխանատու չէ իր ոչ մի քայլի համար։ Լեան վախեցած, ջախջախված և հոգում անտանելի ցավով ստիպված հեռանում է, բայց սերիալի ստեղծողները մեզ համար պատրաստել են ևս մի ցնցող բացահայտում, որը պայթելու է ռոմբի պես։ Շուտով գալու է Ավոյի և Ռոզիի դստեր ծննդյան տարեդարձի օրը։ Ավոն որոշում է այն մեծ շուքով շքեղ ռեստորանում նշել, և հենց այդ ճոխ խնջույքի ամենաթեժ պահին բոլորի համար շոկային ու անսպասելի կերպով ռեստորան է մտնում Էռնան։ Դավաճանված կինը վերջապես սեփական աչքերով տեսնում է ողջ սարսափելի ճշմարտությունը։ Ավոն ուրիշ կնոջից երեխա ունի։ Էռնայի աշխարհը փուլ է գալիս։ Չդիմանալով այս ստորացմանն ու ցավին, նա վերջնականապես դուրս է գալիս հունից։ Էռնան սեղանից վերցնում է դանակն ու հարձակվում Ավոյի վրա, նրան սպանելու նպատակով։ Ստահակ Ավոն, հայտնվելով մահվան շեմին, խուճապահար, փորձում է հանգստացնել կնոջն ու փրկել իր խղճուկ կյանքը։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչ եք կարծում։ Լեոն կիրագործի իր արյունոտ խոստումը և կոչնչացնի մակունցներին, իսկ արդյոք Էռնան կդառնա մարդասպան, իր ձեռքերով վերջ տալով Ավոյի կյանքին։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում։ Մենք ուշադրությամբ կարդում ենք յուրաքանչյուրի գրառումը։ Շնորհակալություն դիտելու համար։